Հարգելի հետևորդներ, կզրուցենք Միքայել Աջապայանի եղբոր որդու հետ։ Միքայել Աջապայանի եղբորորդու Արտաշես Սարգսակի հետ։ Արտաշես Սարգսակ, մենք տեղեկացանք, որ կարծեք խնամելու հարցը դրված է ձեր ուսերին, վերջին անգամ երբ եք տեսել, արդեն հանդիպել եք թե ոչ, եւ ինչ է փոխանցել, տեղյակ է արդյոք, որ այստեղ նույնիսկ Գյումրիից են մարդիկ եկել հավաքվել։ Խնամողը եղբայրս է, ես չեմ։ Սկզբից մի քիչ դժվարություններ եղան, բայց նաև ձեր օգնությամբ այդ դժվարությունները հաղթահարվեցին եւ խնամելու թույլտվությունը ստացվեց։ Հիմա եղբայրս սրբազանի մոտ է։ Ինչպես է վիրահատությունը։ Լավ է, վիրահատությունը շատ լավ է անցել, բժիշկներն ասացին, որ շատ հաջող անցել է։ Ինքը իրեն լավ է զգում, որևէ խնդիր չկա։ Այսքան ամեն ինչ լավ է։ Ձեզ ուզում էինք շնորհակալություն հայտնել ձեր ակտիվ աշխատանքի համար։ Ցավոք սրտի մեր ժամանակներում առանց լրատվական միջոցների օրենքի շրջանակներում զուտ օրենքով ինչ որ հարցեր չեն լուծվում եւ շատ հարցեր պարզապես միայն լրատվամիջոցների օգնությամբ է հաջողվում լուծել, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Եւ Արտաշես Սարգսակը ինքը տեղյակ է, որ այստեղ անակնկալ են մատուցելու հավատավորները նաև Գյումրուց են եկել այստեղ։ Չէ, իրան չենք ասել, որ անակնկալ լինի։ Հա, դեռ չեն ասել։ Դեռ չենք ասել, հա, բայց երբ որ շնորհավորենք դրսից, արդեն կիմանա։ Հա, կլսվի, կիմանա, հա։ Իսկ է իրականացել։ Ժողովուրդը կա հավաքվեն, դեռ Գյումրիից մարդիկ են գալու, դեռ չեն հասել։ Գյումրիում ինչ են ասում Սրբազանի հետ կապված, ինչ հարցեր են տալիս, շատ են հարցում, հետաքրքրվում։ Դե ոչ միայն Գյումրիում, ամեն տեղ էլ հարցնում են։ Այսօր այստեղ, հա։ Օրինակ այս տարի առանց Սրբազանի դիմավորելու անգամ լույսերի վառման արարողության մասին էին խոսում, որ առաջին տարին էր, որ Միքայել Սրբազանը ներկա չէր։ Հա, դե բնական է, ժողովրդի տրամադրությունը բավականին գած է, որովհետև շատ տխուր է, որ թեմի առաջնորդը, ով որ հոգևոր խնամք է տանում հավատավոր ժողովրդի համար, մանավանդ Շիրակի թեմի, ձերբակալվում է ինչ-որ շինծու պատճառներով եւ ընդհանրապես հաշվի չի առնվում նույնիսկ իր հոգևոր հայր լինելու հանգամանքը եւ այն հանգամանքը, որ ինքը հոգևոր ծառայության մեջ է։ Այսինքն նույն հաջողությամբ կարային օրինակի համար ձերբակալեն ինչ-որ մի զինվորական գեներալի, որ նոր զբաղված է երկրի պաշտպանությամբ եւ երկիրը թողնեն անպաշտպան։ Այսինքն մարդիկ, որոնք որ իրենց հայտարարում են իբր թե հայ առաքելական եկեղեցու զավակ, իրենք գործում են հայ առաքելական եկեղեցու թշնամու պես։ Իրենք գործով ապացուցում են, որ իրենք թշնամի են, բայց խոսքով ասում են, որ զավակ են։ Հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Պտուղով է ճանաչվում ծառը, եթե բարի պտուղ է տալիս, ուրեմն բարի ծառ է, եթե չար պտուղ է տալիս, չար ծառ է»։ Հիմա մենք ճանաչում ենք իրենց արդեն, իրենց գործերով եւ ոչ թե խոսքերով։ Իսկ Սրբազանը ինչպես էր սովորաբար նշում իր ծննդյան տարեդարձը, եթե չեմ սխալվում, իր 50-ամյակը մեծ շուկով թատրոնի շենքում էր, չէ՞ տոնել։ Սրբազանը այս առումով շատ համեստ է, ինքը գրեթե երբեք չի նշում։ Մենք ենք հարազատներով միշտ հավաքվում, ինչ որ ծեր փորձում ենք նշել։ 50-ամյակը ժողովուրդը, հավատավոր հոդը, ընկերները Սրբազանի կազմակերպեցին, որովհետեւ այդպես մեծ շուկով նշվեր, բայց ինքը ընդհանրապես ծնունդին մեծ նշանակություն չի տալիս։ Իմ կարծիքով դա եւս մի անգամ վկայում է իր անձի, իր անհատականության բարձր լինելու մասին, որ ինքն իր հետ կապված բաները ընդհանրապես չի կարևորում։ Ու մի բան էլ ասեմ, այս վիրահատությունն էլ ինքը այդ խնդիրը բավական ժամանակ է ուներ, բայց իր ծառայության բերումով ինքը իր համար ժամանակ չէր գտնում երբևէ, որ իր առողջությամբ զբաղվեր։ Չկա չարիք առանց բարիք, այսպես ասած, այս ձևով եղավ, ցավոք սրտի, բայց ինչ որ բարիք էլ եղավ, որ ինքը իր առողջությամբ զբաղվելու ժամանակ ունեցավ։ Նարեկ Սրբազանը գալու է։ Նարեկ Սրբազանը չգիտեմ, ինչ որ գործ ուներ, ճիշտն ասած եթե վերջացներ գալու էր, բայց չգիտեմ կհասցնի թե չի։ Ներեցեք խնամակալ ունենալու այդ հնարավորության հետ ինչ եղավ
Սրբազաններին, ասպայր եղբայր։ Այդ իմ եղբայրն է, աշտեն եղել է, մոդն է սրբազան։ Հարգելի հետևողներ, ինչպես տեսնում եք նաև հոգեվորականներ են եկել եւ տեղեկացա, որ Տիգրան Աբրահամյանը առաջ տեսակցել